Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, մենք Free News-ի եթերում ենք Energy մարզասրահից, ես Քնարիկն եմ։ Սիրողական սպորտը պաշտպանում է մեզ բազում հիվանդություններից, այն կարգավորում է մեր արյան շրջանառությունը և արագացնում մեր նյութափոխանակությունը, եթերում է «Մարզվենք միասին» հաղորդաշարը։ Նա պրոֆեսիոնալ բասկամարտիկ է, arm wrestling, 8 անգամ եղել է աշխարհի չեմպիոն, 9 անգամ Եվրոպայի, նա կրկնակի աշխարհի գավաթակիր է, իմ հյուրն է այսօր Աշոտ Ադամյանը, ողջույն Աշոտ։ Աշոտ, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, ուրախ եմ քեզ իմ տաղավարում տեսնել։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար, Քնարջ։ Աշոտ, նախ փորձենք հասկանալ, ինչպես հայտնաբերվեց քո բասկի ուժը, ինչպես սկսվեց ամեն ինչ։ Ամեն ինչ սկսվել է ինձ մոտ բասկամարտի հետ կապված սերը դպրոցական հասակից։ Միշտ հիշում եմ դրվագներ, երբ բարձր դասարանի տղաները գալիս են ինձ կանչում են ձեռքուշ կպնելու, ու ես այդ ժամանակ 5-րդ, 6-րդ դասարանի ու կպնում եմ 10-րդ դասարանի տղաների հետ։ Դրանից հետո Էդգար Սողոմոնյանը, մեր աշխարհի չեմպիոն MMA-ի եւ իմ աղբեր Արմանը, քերոս տղան, ինձ 2008 թվականին տարան պոլիտեխնիկի զալը։ Ու տեղից արդեն սկսեցի պարապել պոլիտեխնիկում ու հաջողությունս այդ օրվանից արդեն բասկամարտում ստացվեց ու արդեն բարձր տեղերում գրավել աշխարհի չեմպիոնի տիտղոսը, Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Առաջի հաղթանակդ երբ էր։ Առաջին անգամ երբ դարձար աշխարհի չեմպիոն թե Եվրոպայի չեմպիոն։ 2010 թվականին Միցիշի արենայում տեղի ունեցավ Եվրոպայի մրցույթը, այդտեղ դարձա առաջի անգամ էի կպնում, այդտեղ դարձա չեմպիոն ու տեղից շարունակական միշտ մինչ օրս։ Իմիջիալոց սիրելի հեռուստադիտողներ, arm wrestling-ը բասկամարտը ունի բավականին հետաքրքիր պատմություն։ Այն սկսվել է Անգլիայից եւ ենթադրվում է, որ փողոցները շատ նեղ են եղել եւ տղամարդիկ չեն կարողացել ամբողջ մարմնով մրցել եւ սկսել են ձեռքով մրցել եւ այդտեղից էլ առաջացել է բասկամարտը։ Հետո այն տարածում է գտել վիկինգների մոտ, այնուհետեւ 10-րդ դարում այն տարածում է գտել Ռուսաստանում, բայց որպես սպորտաձև, որպես այդպեսին այն ձևավորվել է 1950-ից 60-ական 1952 թվականին առաջին անգամ կազմակերպվել է բասկամարտի մրցումը եւ 1979 թվականին առաջին անգամ եղել է աշխարհի չեմպիոնատը, այնպես որ ձեզ հետաքրքիր լրացուցիչ ինֆորմացիա։ Աշոտ, իսկ ինչ կանոններ ունի բասկամարտը։ Բասկամարտը հիմնականում որ նայում ես ինքը ասում ես մենակ ձեռն է աշխատում, հա, լիքը մարդ կա որ ասում է դե միայն ձեռքի շարժում է, բայց իրականում ինքը ընդհանուր մարմինը պետք է պարապացնես, այսինքն մարմնի բոլոր մասերը ձեռքի ուժ կպնելուց աշխատում է։ Իսկ որ չշարժվել, առաջ չգալ, ինչ կանոններ կան։ Այնտեղ կանոններ կա, ձեռքը քնաջան խնդրեմ ձեռքը տաս, ավելի հետաքրքիր լինելու համար։ Հիմնականում դիրքը լինելու է ուղիղ, այսինքն ուսերը դզված եւ այնտեղ լիքը կանոններ կա, ֆալանգը պետք է բաց լինի, կիստը պետք է ուղիղ լինի, ուսերն էլ լի ուղղությունով լինի, այդպես։ Ու արդեն մենք լսում ենք ռեֆերի ռեդզիգոին։ Ռեդզիգոից հետո արդեն շարժվում են առաջ։ Ուրեմն այստեղ կանոններից մի երկու բան ես ձեզ ասեմ, ուրեմն հիմնականում բարձիկ է լինում, բարձիկից արմունկը պետք է չկտրվի, որ կտրվեց առաջին զգուշացումը, երկրորդ զգուշացումը արդեն պարտություն է։ Այդպիսի նյուանսներ կան, որով որ կարա սպորտսմենը ուժեղ լինի, բայց իր սխալ շարժումից պարտվի։ Հետաքրքիր է։ Օրինակ ինձ շատ հետաքրքիր է, թե ինչպես եք պարապում մրցումներին, եթե քեզ խնդրեմ մարզասրահում ցույց կտաս քո վարժությունները։ Իհարկե, մեծ սիրով։ Հարցազրույցից հետո մենք կտեղափոխվենք մարզասրահ եւ Աշոտը մեզ ցույց կտա, թե ինչպես է պարապում։ Ես կարծում եմ դա շատ օգտակար կլինի բոլորիս համար։ Մեծ սիրով։ Աշոտ, ես գիտեմ, որ դու բազմակի չեմպիոն ես եւ Եվրոպայի եւ աշխարհի, դու գործող չեմպիոն ես, մեկ ամիս առաջ դու դարձար Եվրոպայի չեմպիոն, դու կրկնակի աշխարհի գավաթակիր ես։ Վերջի վերջո այդ ամենը ինչքանով է փոխել քեզ եւ ինչ ազդեցություն է թողել քեզ վրա։ Գիտեք ոնց, հիմնականում ես ես մի բան ասեմ, մարդ ոնց կանես մնում է, կյանքում չի փոխվում։ Պրոստո ինձ համար երկիր ներկայացնելը, դրոշ բարձրացնելը, հնչացնելը այդ իմ համար մեծ պատիվ է։ Մենակ
իմ համար չի դա մեր հայ ազգի համար է, որ մեր հայ ազգը ճիշտ է, մենք փոքր ենք, բայց ամբողջ աշխարհին կարողանում ենք ոտքի կանգնացնել եւ մեր հիմնի տակ թուրքերը, ադրբեջանցիները կանգնեն ոտքի եւ հարգեն։ Դրվագներ եղել է, ընդհարումներ եղել է, ամենակարևորը կարողանում ենք թուրքին եւ ադրբեջանցիներին այն մեր հայերի ասած տեղը դնել։ Միջայլոց այո, դու այս տարի Թուրքին ես հաղթել, անցյալ տարի էլ Թուրքին եւ Ադրբեջանցուն, երկուսն էլ Եվրոպայի առաջնությունն են։ Այո, ինձ համար մեծ զգացում էր։ Գիտեք ոնց այդ զգացողները անբացատրելի զգացողություններ են, երբ որ դու կարողանում ես քո կրկնակի հաղթանակ։ Այո, երբ որ դու կարողանում ես քո թշնամուն կանգնացնես եւ քո հիմնի տակ նա կանգնի եւ լսի քո հիմնը։ Հիմնական այդ գիտեք ոնց այդ թասիբն է, մեր հայի տեսակն է, ոնց որ մեր ազգի ճակատը պարզ ենք պահում, ամենակարևորը։ Մենք միշտ ես սենց եմ նայել, հա, միշտ ամեն ինչ արել եմ, որ մեր դրոշը բարձրացնեմ ու մեր հիմնը հնչի։ 18 անգամ ձեզ ասեմ, որ մեր դրոշը բարձրացել եմ եւ մեր հիմնը հնչել է։ Մենք էլ ձեզանով ենք հպարտանում Աշոտ ջան, անկեղծորեն։ Շնորհակալ եմ։ Աշոտ, ես մի փոքր փորձել եմ քեզ ուսումնասիրել, իհարկե ինչքանով դա հնարավոր է։ Եվ եկել եմ այն եզրակացության, որ դու շատ տաքարյուն, բռնկուն, անհամբեր, իմպուլսիվ տեսակ ես։ Ես չգիտեմ ինչքանով եմ ճիշտ, խնդրում եմ դու ինքդ բնութագրի քեզ, չգիտեմ ինչքանով եմ ճիշտ հասկացել։ Իրականում քնար ջան, ես շատ հանգիստ տեսակ եմ, բայց այն մի հատ sense խոսք է, որ ասում եմ հունից դուրս ես գալիս, արդեն այն չգիտեմ, տիրապետությունից դուրս եմ գալիս։ Դա Բայց աշխույժ չես տեսակով։ Տեսակով աշխույժ եմ։ Ես սիրում եմ լսեմ, հետո արդեն քայլերը անեմ։ Ամեն գործում եմ տենց նայեմ, գիտեք ոնց ես մի քիչ տեսակով մարդու հետ որ շփվում եմ, կարող է սենց մի քիչ ուրիշ ձև նայեն, հանգիստ կամ այդ համեստությունը, այդ ամեն ինչը չի կարելի չարաշահել։ Եթե դու համեստ սպորտսմեն կլինես, թե սպորտից դուրս կլինի այդ ամեն ինչը, դու պետք է կարողանաս քեզ ճիշտ դրսևորես ընդհանուր։ Մրցումների ժամանակ է հիմնականում ես որ այդ ամեն ինչից դուրս եմ գալիս, դա էլ լինում է, գիտեք որ դեպքում ֆինալի ժամանակ։ Երբ որ այն որ ֆինալն է, ասենք տրամադրվում ես ու լիքը բաներ կա, որ դու չես ուզում, բայց այդ պահին անկախ քեզանից այդ էմոցիան է։ Այդ էմոցիան դե սպորտսմենները լավ գիտեն այդ ամեն ինչը, որ լարվածությունն է, չգիտեմ, մրցումներին գալիս են բոլորը առաջի տեղի համար։ Այդ ամեն ինչն է բերում դրան, քնար ջան։ Թե չէ ընդհանուր նու շարժի մեջ եմ ամեն օր, տենց աշխույժ, բայց ընդհանուր հանգիստ եմ։ Հետաքրքիր է, իսկ ըստ քեզ իսկական տղամարդը ինչպեսին պետք է լինի։ Իսկական տղամարդը պետք է իր ընտանիքին սիրող լինի։ Իսկական տղամարդը ես սենց եմ նայում ու հասկանում, էլի, պետք է կարողանա իր ամենակարևորը, ես սիրում եմ մարդ, որ իր ընտանիքին առաջնային իր ընտանիքն է իր կյանքում։ Հետո նոր մնացածը, նու սպորտը իմ կյանքի մի մասն է, բայց սպորտից դուրս չէ, մի քիչ սխալ ոնց որ այդ ամեն ինչը կազմակերպես, ուրեմն ընտանիքի ուշադրությունը առաջնայինը պետք է լինի սպորտի հետ մեկտեղ։ Չի կարելի մեկը բաց թողել, մյուսը առաջ գցել։ Դե հա, բնականաբար համաձայն եմ քեզ հետ։ Այո։ Իսկ ընկերությանը ինչպես ես վերաբերվում։ Ընկերությանը ես եթե համարում եմ իմ մարդու իմ ընկերը, ես պատրաստ եմ իր համար իր հետ, այն որ ասում եմ միջև վերջ կանգնել, իր հետ գնալ։ Բայց այսօր ցավոք սրտի մեր մոտ մի քիչ անհասկանալի է մեր ժողովրդի մեջ, չես հասկանում, շփվում ես մաքուր սրտով, բայց մի քիչ ինչ-որ մարդիկ մի քիչ դարել են անհասկանալի կերպարներ։ Նու իմ շրջապատի մեջ փառք Աստծո նման մարդիկ տեղ չունեն, եթե զգում եմ ինչ-որ մի բան նիտոյա, հեռացնում եմ իմ կողքից։ Սիրում եմ ընկերությունը, սիրում եմ շրջապատի տեր մարդուն, ով որ այս կյանքում եթե ապրում ես, այն որ ասում եմ մենակ մարդը բանի պետք չի, ոչ մեկին պետք չի։ Դու կարողանաս շրջապատի այդ բոլորի հետ էլ շփվես, բոլորի հետ էլ նստես ելնես։ Գոռոզ մարդ կյանքում չեմ սիրում ու տեղ չեմ տալիս իմ կյանքում։ Քո կարևորագույն նպատակը։ Կարևորագույն նպատակս սպորտի ասպարեզում ինչքան Աստված առաջ ինչքան որ լինեմ, կարողանամ դրոշը բարձր պահեմ։ Կարողանամ ամեն ինչ անեմ, որ մեր ազգը բոլոր երկրներում դրոշը բարձրանա, մեր ազգին ավելի շատ ճանաչեն, ավելի շատ տեղ տան, ամեն տեղ։
Եվ այդ գործում քեզ մեծագույն հաջողություն Աշոտ։ Շատ շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Որքան գումար է հենց հիմա այս պահին քեզ հարկավոր, որ դու խորը շնչես եւ լիաթոք արտաշնչես։ Ֆինանսը իմ համար ֆինանս բոլորին պետք է որ կարողանան իրենց հարցերը լուծել, բայց ֆինանսը չեմ կապում տրամադրության հետ։ Դե ֆինանսը այո, տրամադրության հետ չէ, եթե դու բայց այն շատ կարևոր է։ Okay, եթե դու քնար ջան ուզում ես լավ քեզ զգաս, ուզում ես օրդ լավ անցնի, դու կարող ես դու օրդ այնպես կազմակերպես, որ շատ չնչին գումարով կարողանաս շատ լավ օրդ անցկացնես։ Ես համաձայն եմ քեզ։ Ընկերների հետ, շրջապատի հետ, եթե դու ունես լավ ընկերներ, ունես լավ շրջապատ, ինձ թվում է գումարը այդքան էական նշանակություն չի, եթե մաքուր, այդ ամենա մաքուր է։ Մի խոսքով քեզ գումար պետք չէ Աշոտ։ Պետք է, բայց այդ ինչ որ, չգիտեմ, այդ որ ասենք շատ եսի մեջ, ես ամեն մեկը այս կյանքում ունի իր բաժինը։ Այդ բաժինից ավել ոչ կարող ես դու աշխատես, ոչ կարող ես, չգիտեմ, ամենակարևորը ես մի բանը չեմ սիրում, ծակ աշկ լինելը։ Աշոտ, ինչ խորհուրդ կտաս այն պատանի բազմամարտիկներին, ովքեր երազում են քո հաջողությունները ունենալ, նրանց համար կարևորը ինչ պիտի լինի։ Քնար ջան, ամենակարևորագույնը պատանիների մանկուց երեխուն պետք է ճիշտ դաստիարակես։ Ինքը կլինի սպորտսմեն, չգիտեմ, սպորտից դուրս կզբաղվի ուրիշ գործերով, պետք է իր դաստիարակությունը ճիշտ լինի։ Ծնողը պետք է ճիշտ դաստիարակի։ Ես լավ սպորտսմեն է, ինքը հիմնական ես մի հատ չգիտեմ դուք ուսումնասիրել եք թե չէ, ինքը հիմնական ներդրումը ծնողի ներդրումն է սպորտի։ Օրինակ իմ մասի ես երկու բառ ասեմ, իմ ծնողները մեծ դեր ունեն իմ այսօրվա արդյունքի մեջ։ Գիտեք ոնց այդ դուխը, ես միշտ ամեն ֆինալին, որ դուրս եմ գալիս ֆինալ, իմ ծնողները զանգում են հիմնական մամաս։ Նույն պապայի հետ են բանում, բայց մաման մի քիչ ուրիշ ձև է, այդ ամեն ինչը տանում ու այն որ զանգում է իր խոսքը ուշադիր կլնես եւ այլն ու ասեմ ձեզ, որ իմ սպորտով արդեն այնքան են ինֆորմացված, այն որ գիտեն հանկարծ ֆոլ չանես, հանկարծ շուտ չմտնես, ստարտից եւ այլն, դա հետարքիր ձեզ դրվակ ասեմ, այդ ամենամեծ կարևորությունն է մանկուց դաստիարակվելը ու նոր հետո հաջողությունների հասնելը։ Հիմքը դա է։ Ես միշտ իմ երեխուն, իմ բարեկամի եղբոր երեխուն եւ այլն կամ փողոցի երեխային տարբերություն չունեմ, եթե երեխայի ամեն մեկն էլ նպատակներ ունեն։ Նպատակները, գիտեք ոնց, այսօր պետք է նպատակները կարողանաս երեխուն այնպես դաստիարակությունը տաս, որ նպատակները իրականություն դառնա։ Այդ ամեն ինչը իմ մասով եմ անում, ամեն մեկը սպորտսմեն կլինի, թե սպորտից դուրս պետք է կարողանա այդ ամեն ինչը սերմանել երեխայի մեջ մանկուց։ Բայց արդեն պատկերացրու պատանին արդեն բազմամարտիկ է, արդեն զբաղվում է։ Ինչը կարևոր պիտի լինի նրա համար, որ չեմպիոն դառնա։ Կարևորությունը ճիշտ պարապմունքը, ճիշտ մարդու հետ պարապելը, որ կարողանա արդյունքների հասնի։ Այսօր մենք Հայաստանում ունենք լավ մեր սպորտաձևի մեջ լավ ուժեղ սպորտսմեններ, ծանր քաշի մեջ, թեթև քաշի մեջ ունենք, ասենք ծանր քաշի մեջ մեր Ջանիբեկը Ղազարյան, որը մեծ ներդրում ունի մեր բասկամարտի մեջ, ինքը տրիներ է եւ ունի լավ սաներ, որոնց կարողանում է ճիշտ պարապմունքներով հասնել Եվրոպայի աշխարհի մասշտաբով մեդալակիներ եւ չեմպիոն։ Պետք է առաջին հերթին շատ լավ լինի։ Մարզիչը ունենք հոկտեմբերանում Արման Փիրոյանը, որը նույնպես մարզիչ է եւ կարողանում է էլի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոններ պատրաստել։ Նու հիմնականում մարզիչից է կախված այդ ամեն ինչը։ Շնորհակալ եմ Աշոտ։ Խնդրեմ։ Այժմ քո թույլտվությամբ կարող ենք սկսել, չմոռանանք ինչի համար ենք այստեղ եւ սկսենք մեր պարապմունքը։ Առաջին հերթին կգնանք մարզասրահ, դու ցույց կտաս քո հիմնական պարապմունքները բասկամարտի եւ հետո կշարունակենք մեր հիմնական աշխատանքը։ Այնպես որ սիրելի հեռուստադիտողներ, սկսեցինք։ Աշոտ, խնդրում եմ ցույց տուր ինձ բասկամարտի հիմնական պարապմունքների վարժությունները։ Շատ լավ։
Ջալոց սիրելի հեռուստադիտողներ, միայն բասկամարտիկներին չի վերաբերում այս վարժությունը, այս վարժությունը ամենահրաշալի ձեռքի երկգլխանի մկանի վարժությունների ցանկում է, այնպես որ բոլորդ էլ կապ չունի պրոֆեսիոնալ սպորտսմեն, սիրողական սպորտով զբաղվող բոլորս էլ կարող ենք այս վարժությունը կատարել միայն թե ցածր քաշերով, չէ՞ Աշոտ։ Այո։ Սկսում ենք որովայնի մկանների աշխատանքը, աշխատեցնելու ենք որովայնի ուղիղ եւ թեք մկանները։ Աշոտ պատրաստ ես ինձ հետ տանջվել, այնպես որ սիրելի հեռուստադիտողներ, հուսամ դուք հարմար մեզ հետ միացել եք մեր պարապմունքներին եւ սկսում ենք աշխատել։ Աշոտը արդեն նախավարժանքը ձեզ ցույց է տվել, դրա համար միանգամից անցնում ենք ուժային աշխատանքին։ Սկսեցինք Աշոտ։ Սկսեցինք։ Ձեռքերը պահում ենք, ծանրագունդը վերցնում ենք, եթե ծանրագունդ չունեք, վերցնում եք շիշը, արտասունչելով ձգվում ենք 40 աստիճան, մինչև վերջ ենք բարձրանում եւ իջնում ենք, աշխատում ենք մինչև վերջ չիջնենք, որպեսզի որովայնի մկանները մնան դարված։ Սկսեցինք, ստարտ։ Կարևորը երջանիկ, ժպիտը։ Ինչ արավ ես, պիտի սիրով անես։ Ես միանշանակ համաձայն եմ։ Ես ինքս այդ նույն խոսքերը միշտ ասում եմ, որ ամեն ինչի մեջ պետք է սեր դնել։ Եվս 3, 2 եւ 1 ծանրագունդ դնում ենք մի կողմ, շարունակում ենք Աշոտ, ուղղվում ենք, գալիս առաջ, ուղղվում ենք, գալիս առաջ։ Երջանիկ, ժպիտով։ 8, 7, 6, 5, 4, 3, 2, այո, եւ ինչ մի հետաքրքիր Աշոտ։ Ձեր պարապել է։ Շարունակում ենք 4, 3, 2 եւ պահում ենք 8, 7, 5, 4, 3, 2, 1, 8, 7, 5, 4, 3, 2, 1, ծալված եւ գնում ենք կողքից կողք 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1, 8, 7, խորությամբ ենք իջնում, խորությամբ։ Ես իրականում գլուխ պայթում եմ։ 5, 4, 3, 2 եւ պահում ենք ձեռքերը վերևում, վերև, ահա 8, 7, զգում ես մկաններդ որովայնի։ Ոայ, ինչ հաճելի է։ 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1, շարունակում ենք որովայնի մկանների աշխատանքը։ Կարևորը հաճույքով 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1, այդ ձեռքը պահում ենք օդում, կողք, մյուսը, կողք, ձեռքերը դրեցինք և անում ենք կողք, դնեցինք, մնացինք, պահում ենք, մանին ուղիղ, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1, օպ։ Սկսում ենք կոնքան մկանի վրա աշխատել։ Պատրաստ եք սիրելի հեռուստադիտողներ, Աշոտ դու պատրաստ ես։ Ինչպես միշտ։ Ստարտ։
Պարկում ենք կողք, ոտքերը ուղիղ, կոնքը փակ, ձեռքը դնում ենք առջևում, գլուխը դնում ենք ձեռքի վրա, երկու ոտքով բարձրացնում եւ իջեցնում ենք դիմացին քաշած։ 8 7 6 Շարունակում ենք աշխատեցնել կոնքամկանները, սիրելի հերոստատիտողներ, եւս 8 7 6 5 4 3 2 մեկ ոտքերը մնում է օդում, ձեռքը դնում ենք ծոծրակին, արտաշնչելով ձգվում ենք մարմնով առաջ եւ շնչելով իջնում ենք, սկսեցինք։ Եվս 8 7 6 5 4 3 2 եւ ստապ։ Ու գործողությունները բնականաբար պիտի կատարենք մյուս կողմով, շարունակում ենք աշխատեցնել կոնքամկանները, սիրելի հերոստատիտողներ։ 8 7 6 5 4 3 2 եւ ստապ պարկում ենք հաջորդ վարժությունը գրեթե դնում ենք ձեռքի վրա ձեռքը այսպես առջևում եւ երկու ոտքով բարձրացնում եւ իջեցնում ենք սկսեցինք աշխատել 8 7 6 5 4 3 2 մեկ ոտքերը մնաց ոտքում եւ սկսում ենք աշխատել մարմնով, ուսերով, գնացին։ Եվ վերջին 8-ը 8 7 6 5 4 3 2 եւ ստապ։ Սկսում ենք մեջքի մկանների աշխատանքը, Աշոտ պատրաստ ես։ Տեսեք, արտաշնչելով ձգվում ենք ուսերով եւ կրծքավանդակով վերև եւ շնչելով իջնում ենք ոտքերը թողնում ենք հանգիստ, աշխատում ենք իրեն կրծքավանդակով եւ ուսերով։ Սկսեցինք։ Այժմ ձեռքերը տարածում ենք առջև եւ կատարելու ենք Superman position, այսինքն դուր բրսկավանդակ եւ ուսեր եւ ազգեր ոտքերը նույնպես ծոցում ես լերև Աշոտ, ահա եւ արմես կոտում հաշվիր Աշոտ հաշվիր ոտքով եմ հաշվում չի բացում հաշվիր 1 2 3 4 5 6 7 8 այո 9 10 11 12 13 14 15 16 17 Թուլացում ենք ուսագոտում կանները Մյուս կողմ Երագլուխ մկանը ձեռքի Մյուս ձեռքը ձեռքի երկրխանի մկանը Մյուս ձեռքը Աշոտ Նազանքով, գեղեցիկ Աշոտ, ձեռքերը դնում ենք պարանոցին և գլուխը բերում ենք առաջ, պահում ենք, ողնաշարը մաքսիմալ ուղիղ, որովայնի մկանները սեղմում ենք ներս, դանդաղ գալիս ենք առաջ, բռնում ենք ձախ ոտնաթաթը և փորձում ենք ձգվել դեպի այն, պտտեցնում ենք ոտնաթաթը, շատ ճիշտ է և նորից փորձում ենք ձգվել Աշոտ,
Մյուս կողմ գնում ենք դեպի աջ ոտք, չէ, դեռ չենք բացում, ուղիղ վիճակում, բռնում ենք ոտնաթաթը, ահա, ձգվում ենք դեպի այն, պտտեցնում ենք ոտնաթաթը, նորից ձգվում ենք դեպի այն, գալիս ենք կենտրոն, ձեռքերը խաչում ենք և կախվում ենք, թուլացնում ենք ողնաշերի մականները։ Ձախ ոտքը 90 աստիճան ծալում ենք, աչը հետ, մարմնով գալիս ենք առաջ։ Բռնում ենք ոտնաթաթը, ձգվում դեպի այն։ Այնուհետև ծալում ենք ոտքը, թեքվում հակառակ ուղղությամբ և լավ ձգվում ենք։ Ուղղվեցինք, նույնը պիտի կատարենք մյուս ոտքով, պտտեցնում ենք, աջ ոտքը 90 աստիճան, ձախը տանում ենք հետ, մարմնով գալիս ենք առաջ։ Այնուհետև գրկում ենք ոտնաթաթը, ձգվում դեպի այն։ Այնուհետև ծալում ենք ոտքը, ձգվում հակառակ ուղղությամբ։ Ոտքերը լայն բացում ենք։ Գալիս ենք առաջ։ Հասնում ենք ձախ ոտքին, ձգվում դեպի այն։ Աջ ոտք։ Այնուհետև խաչում ենք ոտքերը։ Փորձում ենք գալ առաջ։ Ձգվի։ Այնուհետև ոտնաթաթերդ միացրու, այսպես, ապրես բռնի ոտնաթաթերը, ձգվի։ Շատ ապրես։ Այնուհետև ուղղում ենք ոտքերը։ Ձգվում ենք հետ։ Եվ շնորհակալ եմ Աշոտ ջան, քո հետաքրքիր եւ հաճելի մասնակցության համար։ Խնդրեմ, ես էլ եմ շնորհակալ ձեզանից, ահագին հետաքրքիր վարություններ կատարեցինք միասին։ Սամ հավանեցի դիմա։ Իհարկե, շատ։ Այսօր այսքանը սիրելի հեռուստադիտողներ, կհանդիպենք, ցտեսություն։